Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջին արդյունքները Գյումրի եւ Խարակյալում ամեն դեպքում ձեզ մտահոգում է որ 26-ին իշխանությունը վստահեցնում է որ քրդի մեծամասնություն է կազմում ամեն դեպքում այս թիմը ձեզ մտահոգում է 26-ին կարող եք եւ բարձր կրել մեծամասնություն չլինել։ Թիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել երկրորդ տեղը 25 թվականին այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36%։ Այնուամենայնիվ կանխագուշակելով ձեր հարցը ոչ առաջին դեպքում, ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք իգիտություն, ինչպես իգիտություն, բայց ավարտեմ, էլի։ Բայց ինչպես եւ իգիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ Պարոն Ռուբինյան, իսկ Գյումրիում քանի որ վաղը ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատի ունեք Գյումրում ավականու Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին էլ տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում եմ, որ Փաշինյանի որևէ խոստում կյանքի չի գալու։ Սիրելի գործընկերներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը, չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են, Գելապ կար մի հատ ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու Բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովուրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետևյալն է 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Տեսնենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս ուրեկան է, ընդհանրապես Ես ձեր հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են, որ հպարտական պատգամավորները դրան այս կրակոցների տակ ապրեն, տեսնենք խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնացախում մի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են պարբերաբար։ Ոչ։
Ոչ։